Արյուն է եղել աշխարհում, եղել է եղերն ու կռիվ, լեռնացել են ուժեր վիթխարի, ամեհի ելած իրար դեմ, աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինք կտրած, արև է երգել ու գարուն, այս հիվանդ հանճարեղ պատանին։ Եվ այս հիվանդ հանճարեղ պատանու երգած արևով ողողված մեր դասասենյակում են, այսօր մենք անցկացնում ենք մեր դասը, կարծում եմ շատ հետաքրքիր ձևով ու բովանդակությամբ եւ այսօրվա մեր դասը աշակերտակենտրոն է, դուք աշակերտներդ եք լրիվ աշխատելու, իհարկե մենք նախապես մեր դասերին արդեն այս ուղղությամբ բավականաչափ աշխատանքներ տարել ենք, հիմա դուք պիտի օգտագործեք ձեր հմտությունները այդ հարցում եւ տեսնենք, թե որքանով հետաքրքիր դաս կստանանք։ Բայց ես ուզում եմ նաև այստեղ ձեզ հիշատակել ուղղակի մեջ բերել Վահան Թոթողենցի մեր մյուս մեծ հսկայի խոսքերը, այնպես ինչպես այժմ ես մեծացել եմ, դարձել չափահաս, իսկ դու մնացիր պատանի։ Այժմ իմ չափահաս ձեռքով եւ չափահասի խորին գուրգուրանքով շոյում եմ քո պատանի գլուխը, չքնաղ գլուխը, եւ արցունքներս բազում են քո երգերի վրա։ Երբ մրսում եմ այս աշխարհում մեծ պատանի, գրկում եմ քո երգերը, եւ ահա արևը, քո երգած արևը, սուզվում է իմ ցուրտ հոգու մեջ, կաթիլ առ կաթիլ, Վահան Թոթողենց։ Մենք էլ այսօր կաթիլ առ կաթիլ կներշնչվենք մեծարենցյան պոեզիայով եւ զուգահեռներ կտանենք, կտեսնենք, թե մեր օրյա հնարավորությունները ինչպես են զուգակցում մեր մեծարենցի պարգևած տրամադրությունների հետ։ Այնպես որ հիմա արդեն ձեզ եմ տրամադրում երեխաներ, տեսնեմ, թե ինչ ենք արել, ինչ ենք ներկայացնելու այսօր։ Ով կխոսի այդ մասին։ Քանի որ արհեստական բանականությունը մեր օրերում դարձել է մեր կյանքի անբաժան մասնիկը, այսօր մենք որոշել ենք ավելի հետաքրքիր դարձնել մեր դասը եւ օգտագործել այն մեր ուսումնական process-ի ընթացքում որպես նորարարական տեխնիկա եւ գործիք։ Քանի որ մեր թեման Միսակ Մեծարենցն է, մենք որոշել ենք Միսակ Մեծարենցի ստեղծագործությունները վերածել երգի եւ համեմատել մարդու ստեղծածի հետ։ Որպես առաջին ստեղծագործություն մենք առանձնացրել ենք Միսակ Մեծարենցի հյուղը ստեղծագործությունը եւ այժմ կներկայացնենք Ալբանիակ պրոջեկտի տարբերակը։ Այժմ մենք դիմել ենք արհեստական բանականությանը եւ խնդրել ենք, որ տվյալ բանաստեղծությունը Միսակ Մեծարենցի հյուղը վերածի հայկական ոճով երգի եւ պատվիրել ենք, որ կանացի ձայնով լինի։ Հիմա ես պիտի խնդրեմ երեխաներ համեմատություն անցկացնեք, որն առավել ձեզ դուր եկավ։
կենթանի մարդկային կատարումը, թե արհեստական բանականության ներկայացրած է երկուսն էլ։ Ինձ անկեղծ ասած մարդկային ավելի շատ Մարդկայինը դուր եկավ, լավ, իսկ դուք երեխան ինչ կասեք երեխեք, որ ավելի մարդկայինը, բոլորիս այս պարագայում դուր եկավ մարդկայինը, Արհեստական բանականության ստեղծածներ էր շտաբը, պատկերացնելը, որ սա մարդկային է, այն չի, որ մշակելը։ Այսինքն կանխական վերաբերմունք է ունենում, որ արհեստական բան։ Լավ երեխաներ, շարունակենք առաջ, տեսնենք մեր համոզմունքները կփոխվեն, թե կմնան նույնը, տեսնենք ինչ նոր անակնկալներ կմատուցի մեզ արհեստական բանականությունը։ Հաջորդ բանաստեղծությունը Միսակ Մեծարանցի վարքյանն է, քանի որ մենք չենք գտել մարդկային ստեղծած երգը վարքյանի համար, մենք կհամեմատենք արհեստական բանականության երկու ստեղծած երգեր ռեփ ժանրում, քանի որ երիտասարդության մեջ այդ ժանրն է տարածված, կանացի եւ տղամարդու ձայնով։ Որ չի անի գիտությունը մեզ հետ, հա? Տեսնենք դեռ ինչ անակնկալներ են մեզ սպասում։ Այժմ կլսենք տղամարդու ձայնով, նույն ոճով, նույն երաժշտությունը։ Որն է առավել ձեզ համար հաճելի լսելը, կանացի ձայնը, ինչ եք կարծում, կանացի ձայնը հաճելի էր ավելի, իսկ ընդհանրապես ռեփի ժանրում այսպես մեծանեցին պատկերանալի էր, լսելը, կարող եք պատկերացնելը դժվար էր, այո, բայց մեր սպասումները, այնուամենայնիվ ես չէի մտածի, որ ռեփի ժանրը կարելի է կիրառել մեծանեցի բանաստեղծությունների վրա, բայց այլուտես, որ դուք հավանեցիք ամենայն դեպս, լավ։ Այժմ լսենք Սարգիս Նաջարյանի կատարմամբ Մեծարանցի սիրելքը։ Հետաքրքիր է շատ, որովհետև Սարգիս Նաջարյանին մենք ճանաչում ենք որպես ասացող, Սիրելքը արհեստական բանականության ստեղծածով, ջազ բլյուզ ժանրով եւ դաշնամուրի աջակցությամբ։ Ինչպիսին են, տպավորությունները ինչպիսին են, անսիրելները, սապա ինչպիսին են։ Արհեստական բանականություն ստեղծած ավելի լավ է։ Ում է դեր մրցում, որ երաժշտության, ում կատարման։ Սարգիս Նաջարյանի։ Ոչ ինձ Սարգիս Նաջարյանի կատարումներ ներեցեք, շատ դուր եկավ։ Ես լավ ճաշակներին ձեր ճաշակներին լավ ինչպես կասեք, բայց ես էլ իրավունք ունեմ իմ կարծիքները։ Ահա, դե շարունակենք գնանք առաջ,
Այժմ ուզում ենք անդրադառնալ երազի օրեր ստեղծագործությանը, երաժշտությունը Ռոբերտ Ամիրխանյանի, կատարումը ևս Ռոբերտ Ամիրխանյանի եւ Սյուզան Մարգարյանի։ Վայելենք այս չքնաղ կատարումը, իսկապես չքնաղ երաժշտություն եւ չքնաղ կատարում։ Ես չգիտեմ դուք լսել եք արդյոք այս երաժշտությունը նախկինում, թե այսօր ունեք այդ առիթը լսելու, լսել եք։ Հուսամ, որ ձեզ շատ դուր է եկել այս երգը, հա։ Իսկ իմացել էիք, որ մեծարենցի բառերով է բանալի երաժշտությունը։ Շատ լավ է, ուրախ եմ։ Ինչու չեք նվագակցում, հա? Դուք էլ ձայնակցեք ավելի շուտ, ոչ թե նվագակցել, այլ ձայնակցել։ Ձեր հոգին հիմա չի երգում այս երաժշտության հետ մեկտեղ, հա? Միշել ջան, ինչ կասես, կատարումը դուրդ եկավ, քեզ դուր եկավ այս կատարումը։ Նախկինում այն ծանոթ էր քեզ։ Նախկինում չէի լսել քեզ։ Իսկ հիմա դուր եկավ քեզ այս կատարումը։ Այո։ Այնքան որ կարծում ես, որ արհեստական բանականությունը կարող է գերազանցել, թե ոչ։ Վերջային ոչ։ Կարծում ես, որ արհեստական բանականությունը չի կարող գերազանցել, հա, այս կատարմանը։ Լավ, հետևենք տեսնենք։ Այժմ մենք արհեստական բանականությանը պատվիրել ենք տվյալ երգը տղամարդու ձայնով եւ ջազային կատարմամբ։ Միշել ջան, մնում ես քո տեսակետին, ինչ կասես։ Մարդկայինը ավելի լավ Մնում ես քո կարծիքին, այո, մնում ես քո տեսակետին, դուք ինչ կասեք։ Այո, ես շատ ուրախ եմ, որ դուք Ռոբերտ Ամիրխանյանի եւ Սյուզան Մարգարյանի կատարումը բարձր գնահատեցիք։ Լավ, շնորհակալություն։ Կատարումը ձայնի շատ նման է։ Բայց համեմատելի չէ։ Եթե չհամեմատենք, նորմալ է։ Լավ, շնորհակալություն։ Գնանք առաջ։ Իսկ հիմա կփորձենք մեծարենցի անանուն բանաստեղծությունը, քանի որ չկա նրա մարդու ստեղծած երգը, իսկ այն մեր ամենասիրելի բանաստեղծություններից է, կուզենք փորձել արդյոք արհեստական բանականությունը կբավարարի մեր սպասելիքները։ Գեցեք, շատ լավ արդյունք եք ստացել։ Ես չկարողացա իմ զգացողությունները թաքցնել եւ արտահայտվեցի, իրականում պիտի առաջինը ձեզ լսեի։ Հապա։ Շատ վաղենից լավագույնն էր։ Լավագույնն էր արհեստական բանականության ստեղծածներից, այո։ Այսքանն էր, այս ստեղծագործություններն էինք ընտրել։ Լավ, իսկ այսպիսի մի հարց երեխաներ, դուք երբ սկսել եք ձեր աշխատանքը, ինչ սպասելիքներ ունեիք արհեստական բանականությունից եւ արդյոք ձեր սպասումները արդարացան։ Անկեղծ ասած ես չէի մտածում, որ կկարենա հայերեն այսպես կամ որ ձայները երկիչ-երգչուհիների, մեր հայ երկիչ-երգչուհիների ձայներին շատ նման կլինի։ Այնպես որ չես տարբերի, չէ՞, կատարումների գործիքավորումը։
Այսինքն մենք ողջունում ենք արհեստական բանականությունը կիրառել նաև մեր գրականության դասերին, եւ ոչ միայն, հա, գրականության դասերին։ Այսօր փորձեցինք եւ արդյունքները գոհացուցիչ են։ Շնորհակալություն ձեր աշխատանքի համար, երեխաներ, շատ շնորհակալ եմ ձեր, շատ հետաքրքիր էր, ասեմ ձեզ, որ ինձ էլ էր շատ հետաքրքիր, դուք գիտեք, որ ես միշտ սիրում եմ սովորել նաև ձեզնից, մենք մեկս մյուսից ենք սովորում եւ միշտ փորձում ենք մեր սովորելու կարողությունները զարգացնել եւ նաեւ մեր վերլուծական, ստեղծագործական մոտեցումները եւ այսօրվա դասից հետո երեխաներ, քանի որ մենք պարուրվեցինք մեծարենցյան տրամադրություններով այսպես եւ նախորդ դասին էլ խոսել էինք նրա անանձնական նվագների մասին, ես ձեզ հանձնարարում եմ տնային աշխատանք, տանը, շարունակել մեծարենցյան տրամադրությունները, քանի որ մենք համադրեցինք մեր օրյա արհեստական բանականության հնարավորությունների հետ, ուրեմն մեր վերնագիրն էլ կփոխադրենք մեծարենցից մեր օրեր, այսինքն կգրենք փոքրիկ էսսե, անանձնական սիրո դրսևորումը մեր օրերում վերնագրով։ Բոլորիդ աշխատանքից շատ գոհ եմ, շնորհակալ եմ, իսկ դուք ինքներդ ձեր աշխատանքից գոհ եք երեխաներ։ Այո, կարող եք էլ ինչ-որ բան անել, որ չարեցիք այսօր։ Ոչ, կարող ենք ավելի շատ ստեղծագործություններ վերահսկել։ Այսինքն կարող եք նոր հմտություններ ձեռք բերել հաջորդ դասերին, ուրեմն մենք ինչ ենք այսօր որոշում, որ հաջորդիվ մեր գրականության դասերին, հատկապես քննադատություն ուսումնասիրելիս, դարձյալ կանդրադառնանք արհեստական բանականության հնարավորություններին, կդիմենք նրան։ Ուրեմն ողջունում ենք արհեստական բանականության մուտքը մեր օրեր, մեզ հետ համագործակցության ենք կոչում։ Համաձայն եմ, շնորհակալություն։ Մենք էլ ձեզ ենք շնորհակալ։